Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ հուլիսի 3 Եվ այլանդակ տեսքով ու վտիտ մարմիններով երինջները կերան այն 7 գեղեցկատես ու պարարտ երինջներին։ Ծննդոց 41:4 Որքան հաճախ է փարավոնի երազն արտացոլով այն ամենը, ինչ տեղի ունենում մեր կյանքում։ Պարարտության եւ անօգուտության օրերը լափել են այն ամենը, ինչին ես հասել էի համառ աշխատանքի օրերին։ Սառն անտարբերությունս սառեցրել է ջանքի ու խանդավառության ամեն դրսևորում, իսկ ներկայիս հետաքրքրություններով կլանված լինելս հանգեցրել է անխուսափելի հոգևոր անկման։ Ես պետք է զգուշանամ թոշնած աղոթքից, աղքատիկ փառաբանությունից եւ անտարբերություն առաջացնող պարտականություններից, որոնք կարող են խլել իմ ուրախությունը եւ խաղաղությունը։ Իսկ եթե դադարեմ նաեւ աղոթել, ես կանգնում եմ ձեռք բերված ողջ հոգևորականությունս կորցնելու վտանգի առաջ։ Եթե թարմ զորակցություն չառնեմ երկնքից, վրա հասած հոգու քաղցը կկլանի եւ իմ ամբարում եղած հացահատիկի ողջ պաշարը կսպառի։ Երբ անտարբերության թրթուրները, աշխարհային ունայնության որդերը եւ ջիմնավորված քմահաճույքների թրթուրները լիովին կավերեն ու կամայացնեն սիրտս ու հոգու տառապան կբերեն։ Այն ժամանակ բոլոր պտուղները, որ ես տվել էի, եւ շնորհքի մեջ իմ ամբողջ աճը անցած տարվա ձյան նման կլինեն։ Ես պետք է առանձնահատուկ հոգամ այն մասին, որ իմ օրերը ու ժամերը զուր եւ անօգուտ չլինեն։ Ամեն օր անշեղորեն դեպի դրված նպատակը շարժվելու դեպքում ես մոտ ապագայում կհասնեմ դրան։ Սակայն ուրացումը, հակառակ իմ բարձր կոչմանը, ինձ շատ հետ կշպրտի, զրկելով այն ամենից, ինչին հասել էի համառ աշխատանքով։ Իմ օրերը պարարտ երինջների նման դարձնելու միակ ճիշտ միջոցը դրանք հոգևոր սնունդով հագեցնելն է, դրանք Տիրոջ հետ անցկացնելը, դրանք ծառայությանը նվիրվելն է Տիրոջ երկյուղի մեջ եւ նրա ճանապարհներին հետևելով։ Ինչու ամեն տարի նախորդից հարուստ չլինի սիրով, ուրախությամբ, օգտակար աշխատանքով, քան որ երկնային բարձունքներին մոտ ավելի լավ եմ ճանաչում Տիրոջը եւ ավելի եմ նմանվել իրեն։ Տեր, պահպանիր ինձ հոգու հյուսվածությունից, որպեսզի ես չտրտնջամ։ Մաշվում եմ, վայ ինձ։ Եսայիա մարգարեություն 24:16 Թույլ տուր ինձ քո տանը հագենալ ամբողջովին եւ փառաբանել քո մեծ անունը։